Ահա։ Տաղավարում ենք մենք եւ շարունակում ենք սիրելի լուսադիտողներ, սա առավոտ լուսոն է, համեղ տրամադրությունն է գալիս լրացնելու առանց այդ էլ շատ բարձր տրամադրությունը, իսկ նրա ողջավորությունից արդեն բարձ է դառնում, որ մեր շատ սիրելի հյուրը տաղավարում է արդեն խոհանոցային բաժնում, մենք ողջունում ենք Փեփրոնեին եւ ասում ենք, որ դուք միշտ սպասված եք մեզ մոտ, բարի լույս։ Բարի լույս Փեփրոնե։ Բարի լույս։ Ինչպես է տրամադրությունը։ Հրաշալի։ Մեզ մոտ էլ է հրաշալի տրամադրությունը, մենք տեսնում ենք շատ հետաքրքիր այդտեղ դեղց, պանիր եւ կիտրոն։ Շատ ամառային բաղադրիչներ։ Դե ասեք, ինչ ենք մենք այսօր պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք նախ ուտեստ դեղձով եւ թարխունի գրեմոլատայով։ Հիմա կասեմ դա ինչ է։ Այո։ Շատ հետաքրքիր առաջին հայացքից չհամադրվող բաղադրիչներ են, բայց խոստանում եմ ձեզ, վերջում շատ զարմանալու եք։ Մենք պատրաստելու ենք իտալական նոտաներով նախուտեստ, ինչպես ասեցի, ու գլխավոր բաղադրիչը այստեղ մեր թանձրուկն է կամ գրեմոլատան, իսկ գրեմոլատան իրենից ներկայացնում է տեխնիկա, որի ժամանակ մենք ձիթայուղի մեջ ավելացնում ենք տարբեր համադամ կանաչիներ, մեր դեպքում, այս դեպքում կլինի թարխունը, եւ մի քանի րոպեների ընթացքում թարխունը եւ մի քանի էլի բաղադրիչ, իրենց ամբողջ համը, հոտը տալիս են այդ ձիթայուղին եւ հետո դրանով կցողենք արդեն մեր նախուտեստը։ Իդեպ իհարկե ոչ գրեմոլատայի, բայց նմանատիպ թանձրուկի օրինակ է շատ տարածված պեստո սոուսը։ Կարծում եմ մեր հեռուստադիտողներին ավելի շատ դա է ծանոթ եւ լոլիկով կապրեզեի վրա օգտագործվող այդ այո, բայց խոստանում եմ կրկին եւս մեկ անգամ մենք վստահ ենք որ համեղ է այս բաղադրատոմսը շատ է հավանելու, որովհետեւ դեղցի ու թարխունի համադրությունը շատ հետաքրքիր ձևով բացում է թաքնված համերը։ Իսկ թարխունը ամբողջությամբ ենք օգտագործում, թե միայն տերևիկները։ Ես կոպիտ մասերը, ճյուղերը առանձնացրեցի, կարող եք առհասարակ հեռացնել միայն տերևները օգտագործել։ Պետք է շատ մանր ուղղակի կտրատել, ինչպես որ ես եմ անում, որպեսզի մաքսիմալ այդ համու հոտը կարողանանք փոխանցել։ Ինչ եմ հիմա անելու։ Այստեղ կավելացնեմ ձիթայուղ, մոտ 3 ճաշի գթալի չափով, կավելացնեմ իմ թարխունը։ Մենք միայն թարխուն ենք ավելացնում, թե ուրիշ համեմունքներ, օրինակ օրեգանո կամ Չէ, ավելացնելու ենք նաև կիտրոնի քերուկ։ Եվ մի փոքր էլ սխտոր, չզարմանաք, ամեն ինչ համադրվելու է, այո։ Ամեն ինչի մեջ թող լինի սխտոր։ Փորձել եմ եւ կարող եմ ասել, որ շատ լավ համադրվում է։ Այսպես հիմա մի փոքր կխառնեմ, նույնիսկ մի փոքր էլի կավելացնեմ ձիթայուղ, փորձեք ձիթայուղը վերցնել լավագույն որակի սառը որպեսզի մաքսիմալ համեղ ստացվի։ Թանկ է, էլի, թանկ այո, այստեղ հիմա կքերեմ մի փոքր կիտրոնի քերուկ, իդեպ ուշադիր եղեք, որ այս սպիտակ մասը չքերեք, որպեսզի դառնա համ ավելորդ չանցնի մեր թանձրուկին։ Իսկ որտեղից է ծանոթ բաղադրատոմսը։ Չեմ կարող ասել, սա հետաքրքիր ուրեմն համադրություն է, որ ամերիկացի բլոգերներն են ինչքան էլ որ տարօրինակ է պոպուլյարիզացրել եւ արդեն իրենք բավականին վաղուց սա պատրաստում են։ Շնորհակալություն սոցցանցերին, որ այս բաղադրատոմսը հայտնի է դարձել։ Իսկ ձեր կողմից ավելացումներ եղել են, թե այնինչ։ Ոչ, ես փորձել եմ հավատարիմ մնալ օրիգինալին, մի պճեղ չեմ դնի, որպեսզի շատ պիկանտ չլինի, բայց եթե հեռուստադիտողները սիրում են պիկանտ համեր, սուր համեր, կարող եք մի ամբողջ պճեղ ավելացնել։ Սա ես ուղղակի համի համար կավելացնեմ։ Իդեպ մարդիկ կան, ովքեր չեն սիրում հում սխտոր եւ փորձում են սխտորը բան անել, խորովել, այո, էլի ինձ թվում է էլի համեղ է, չնայած ես չեմ փորձել։ Իսկ ինձ մոտ հակառակն է, ես տապակացը այդքան չեմ սիրում, հումն եմ սիրում։ Մենք ինչ ենք անում, այդ դեղցերը կտրելու ենք ու վրան կշարեմ, հա։ Ուսանվորջ, ահա։ Այդ մինչ դուք կկտրեք դեղցը եւ կհասկանանք համենայն դեպս ինչ ձևով եք կտրելու,
եւ աղցանի նախուտեստի մեջ այն տեսնելու։ Մի քանի շատ կարևոր հատկությունների մասին կցանկանայինք ձեզ ներկայացնել, որ իր մեջ պարունակում է դեղցը, սիրելի հեռուստադիտողներ։ Նախ ասենք, որ դեղցի հայրենիքը համարվում է Չինաստանը, ու հիմա շատ հետաքրքիր բացահայտում է լինելու, որ այս պտուղը այնտեղ համարվում է երկարակեցության եւ անմահության խորհրդանիշ, իսկ այս մասին վկայում է 5-րդ դարի չինական գրավոր աղբյուրը, որ հստակ կա արձանագրված այդ մասին։ Այո, հետո ասենք, որ դեղցը ճարպեր չի պարունակում ու միջինում պարունակում է 68 կիլոկալորիա։ Շատ լավ է իրականում։ Այսինքն այստեղ երևի թե կոտրվում է այն միֆը, որ օրինակ երեկոյան ժամերին պետք չէ ուտել, որովհետև ածխաջրերով հարուստ է եւ եթե չմարզվենք կամ չծախսենք կալորիաները, գուցե այն վերածվի ճարպի, բայց ոչ կալորիականությամբ այս դեպքում շատ աղքատ է եւ կարող ենք ուտել ու հաշվի առնել, որ գրեթե ճարպ այն չի պարունակում։ Դեղցը հարուստ է նաեւ բետա-կարոտին հակաօքսիդանտով, որը պատասխանատու է աչքերի առողջության համար։ Սա վերաբերում է ինձ հատկապես։ Այն նաև մեծ քանակությամբ վիտամին A եւ C է պարունակում, որոնք նույնպես չափազանց օգտակար են աչքերի համար, ու դեղցի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը, արյան շրջանառությունը ու շատ այլ ուրիշ հատկություններ ունի։ Օգտակար։ Բացի դրանից նաև համեղ է։ Շատ համեղ է, շատ գեղեցիկ ու ախորժալի, ամենակարևորը։ Հիմա մի պա տեղափոխվենք նորից Փեփրոնեի մոտ եւ տեսնենք ինչպես է կտրտել եւ ինչ կարգավիճակում են հիմա դեղցի կտորները։ Մենք գրեթե ավարտել ենք։ Ես ուղակի շերտատեցի, կորիզահան արեցի եւ շերտատեցի մեր դեղցը։ Եվ ամենակարևոր ու պատասխանատու պահն է գալիս։ Կարծում եմ մեր գրեմոլատան արդեն պատրաստ է, ամբողջությամբ իր համային հատկությունները բացվել են։ Ես ընդհանրապես դեղցի վրա կավելացնեմ ստրաչատելա պանիր, սա իտալական պանիր է, սերուցքի մեջ է պահվում եւ շատ հետաքրքիր է տարատեսակ նախուտեստների, ուտեստների եւ թեկուզ եւ առանձին օգտագործման համար ինձ շատ է դուր գալիս։ Իսկ գեղևից դեղցը ազատում եք, թե հենց այդպես է։ Ոչ, կարիք չկա։ Իդեպ ասեմ, որ բացի դեղցից կարելի է նաև նեկտարին օգտագործել այստեղ, էլի բավականին հետաքրքիր համադրություն։ Իսկ ես սկզբում մտածում եմ, որ դեղցը մենք տապակելու ենք։ Տապակած վիճակում պատկերացրեք, որ կարծում եմ էլի հետաքրքիր կստացվի։ Ես էլ եմ շատ սիրում կարամելիզացնել թե դեղց, թե ծիրան, իդեպ ուրցի հետ հրաշալի համադրվում է։ Մի քիչ համարձակ գտնվեմ եւ ասեմ, որ իմ հայտնագործություններից մեկն է, անցած տարի նույնիսկ այդպիսի բաղադրատոմս նկարեցի, կարամելիզացված ծիրան ուրցով եւ շատ համեղ էր, իդեպ էլի օգտագործվում էր ստրաչատելա պանիր, տեսեք ինչպիսի գույներ եւ արտակարգ բուրբունք ունի, կարծում եմ արդեն պատրաստ է մեր նախուտեստը, կընտրեմ։ Քանի որ նախուտեստը շատ օրիգինալ ու հետաքրքիր, մեզ էլ նաև գիտեք ինչն է հետաքրքիր, երբ դուք ձեր Instagram-յան հարթակում ներկայացնում եք նման տարբերվող բաղադրատոմսեր, որքանով է այն տարածում գտնում կամ արդյոք լսում եք արձագանքներ, որ երբ բաղադրատոմսին մարդիկ ծանոթանում են, հետո սկսում են պատրաստել կամ ինչ-որ միտեղ արդյոք տեսել եք, լսել եք արձագանքներից, որ բավական ակտիվ մարդիկ պատրաստում են ու մարդիկ թե գրում են անձնական շնորհակալություն հայտնում, թե հետո նաև կիսվում են եւ նշում, ու ես անկեղծորեն ամենաշատը հենց դրանից եմ ուրախանում, որ թե ազգային բաղադրատոմսերից մոռացված օրինակ սկսում են պատրաստել, իմանալ նաև, թե այսպիսի էքսպերիմենտներից հետաքրքիր ինչ որ բաղադրիչ է մտնում իրենց խոհանոց, կարծում եմ, որ իմ միսիան այդքանով արդեն իսկ կատարված է։ Այո, դա ոգևորում է ու պարտավորեցնում է։ Անպայման։ Իսկ մենք ավարտեցինք, վերջ։ Այո։ Մատուցում ենք եւ ասում ենք անուշ։ Այո։ Շատ արագ էր միջանոց ընթացքը։ Գեղեցիկ, օգտակար։ Եվս մեկ անգամ եկեք հիշեցնենք, մեզ հարկավոր էր դեղց։ Այո, մեզ հարկավոր է դեղց, ստրաչատելա պանիր, թարխուն, սխտոր եւ կիտրոն։ Եվ կիտրոնը քերում եք դեղին հատվածը։ Ձիթայուղ ամենակարևորը։ Այո։ Շնորհակալություն, ես անհամբեր եմ գոնե գալ եւ տեսնել ինչ է կատարվել այդտեղ։ Անպայման։ Մենք քիչ հետո կլսենք երաժշտություն ու այդ ընթացքում ես եւ դու կգնանք փորձենք։ Գնանք տեսնենք, շատ հետաքրքիր է։ Վայելեք երաժշտական տրամադրությունը հիմա։